Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն չկառուցեց պետական գործչի նման։ Նա կառուցեց այն հին վաճառականի պես, որը գիտի ամեն գյուղի ճանապարհը, ամեն տեղական ղեկավարի անունը, ամեն աղքատ ընտանիքի կարիքը։ Բարգավաճ Հայաստանը ստեղծվեց 2004 թվականի ապրիլի 30-ին, իսկ կենտրոնում Ծառուկյանն էր, գործարար, մուլտիգրուպի սեփականատեր, կուսակցության առաջնորդ և Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Կուսակցությունը հետո դարձավ խոշոր ուժ։ 2007-ին ստացավ 25 մանդատ, 2017-ին Ծառուկյան դաշինքով 31 մանդատ, իսկ 2021-ին չանցավ խորհրդարան։ Այդ վերելքն ու անկումը ցույց են տալիս ամբողջ մեխանիզմը։ Ծառուկյանի ուժը միայն քվեների մեջ չէր, դա կախվածություն էր։ Սերմացու և գյուղտեխնիկա ընտրություններից առաջ, 2012-ին, 2017-ին, 2018-ին։ Անվճար ավտոբուսներ ու բժշկական անօգնություն, Աբովյանում և Կոտայքում։ Բարեգործություն, որը դառնում է պարտք։ 2020-ին նորից բացվեց 2017-ի ընտրակաշառքի գործը, ցուցակներով, հիերարխիայով, գումարներով և մոտ 17,000 ձայն գնելու մեղադրանքով։ Նույն թվականին խորհրդարանը նրան զրկեց անձեռնմխելիությունից։ Կողքին Շանգրի-Լայի գործը, Առինջի հողերի պատմությունը, ապօրինի գույքի բռնագանձման հայցերը, անշարժ գույք, մեքենաներ, միլիարդավոր դրամների ավանդներ։ Եվ այս ամենի վրա Մոսկվայի դուռը, Ռուսաստան, հապկ, նույն հին կախվածության լեզուն։ Հին իմաստունը կասեր, երբ նույն ձեռքը բարեգործություն է անում,